Արմլուրայմի խմբագրությունը հազանգել են փաստաբաններ Վաչե Ալեքսանդրյանը եւ Նարեկ Վարդանյանը։ Վերջինս պնդում էին, որ պարուհի Էլեոնորա Պետրոսյանը կեղծ հաղորդում է ներկայացրել առ այն, որ ամուսինը Ալբերտ Աղաջանյանը բնակարանում ապօրինի զենք է պահում։ Փաստաբանների պնդմամբ 3 Ալբերտի տանը խուզարկություն է իրականացվել եւ զենք չի հայտնաբերվել։ Կա հարուցված քրեական գործ։ Արմլուրայմը պահպանելով էթիկայի կանոնները կապվեց Էլեոնորա Պետրոսյանի հետ, ում փաստաբան Արմին Օհանյանը հակադարձեց եւ հայտնեց, որ Էլեոնորայի նախկին ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց մորը եւ դայակներին տեղյակ պահելու առևանգել եւ գողացել է երեխաներին մանկապարտեզից, հագցնելով ուրիշ երեխաների շորեր եւ մի քանի օրով կորել է, չի պատասխանել զանգերին եւ հաղորդագրություններին։ Էլեոնորա Պետրոսյանը դիմել է ոստիկանություն։ Քրեական գործով նախ իմ վստահորդը ոստիկանություն դիմելու ոչ թե նման հաղորդմամբ կողմի փաստաբանը խեղաթյուրում է իրականությունը։ Պարոն Ալբերտ Աղաջանյանը իմ վստահորդի ամուսինը հոկտեմբերի 1-ին առանց երեխաների մոր Էլեոնորա Պետրոսյանին տեղյակ պահելու մանկապարտեզից Չակերտավոր իհարկե առավանգում է Չակերտավոր գողանում է երեխաներին հագցնելով ուրիշ երեխաների շորեր եւ առանց մորը տեղյակ պահելու առանց դայակներին տեղյակ պահելու երեխաներին վերցնում եւ մի քանի օրով կորում է։ Չի պատասխանում զանգերին, չի պատասխանում հաղորդագրություններին եւ չի ասում երեխաների տեղը։ Էլեոնորա Պետրոսյանը դիմել է ոստիկանություն աջակցություն խնդրելու նպատակով, որպեսզի երեխաներին հնարավոր լինի վերադարձնել։ Եվ այդ շրջանակներում տարաբնույթ հարցերի պատասխաններ է տվել քննիչի ուղղված հարցերին։ Հիմա հետագայում քրեական վարույթ նախաձեռնվել է, ես քրեականով փաստաբանը չեմ հանդիսանում եմ քաղաքացիական գործով փաստաբանը երեխաների մասով, եւ նշեմ, որ նույնիսկ եթե կողմի փաստաբանը նման հանգամանք է պնդում, ապա պետք է լինի առնվազն իմ վստահորդին որպես մեղադրյալ ներգրավելու որոշում սուտ մատնության մասով, բայց ինձ հայտնի տեղեկություններով քննչական կոմիտեի կողմից մենք նման որոշում չենք ստացել։ Իսկ այն ինչ որ փաստաբանը ձեզ հայտնել է, դա նախաքննական գաղտնիք է, նույնիսկ եթե դա այդպես է։ Եվ վերջինս մեծ հարց է իրավասություն ուներ նման տեղեկություններ հայտնել, թե ոչ։ Այդ իսկ պատճառով, քանի որ դա նախաքննական գաղտնիք է եւ ոչ մի տեղեկատվություն դեռևս հստակ չէ, Ալբերտ Աղաջանյանը չի դատապարտվել ինչ որ գործողություն կատարելու, հանցագործություն կատարելու կամ չկատարելու մեջ, եւ վերջնական դատական ակտ չկա, սուտ ցուցմունքից կամ սուտ մատնությունից խոսելը դեռևս շատ վաղ է։ Չէ, Էլեոնորան զենքի հետ կապված դիմում տվել է ոստիկանություն, որ իր նախկին ամուսինը Ինձ հայտնի է, որ վերջինս երեխաների մասով է ներկայացրել համապատասխան, վերջինս երեխաների մասով է համապատասխան դիմում ներկայացրել, Ալբերտ Աղաջանյանի նկատմամբ նաև ոստիկանության կողմից կիրառվել է անհետաձգելի միջամտության որոշում եւ վերջինիս արգելվել է մոտենալ կնոջը, այնտեղ որոշակի ժամանակահատվածով, դա կարող եմ նշել եւ փաստաթղթերը բնականաբար առկա են, իսկ մնացած տեղեկատվությունը թե հատուկ այդ դիմումը ներկայացրել է, իմ վստահորդը հատուկ նման դիմում չի ներկայացրել։ Իսկ Աղաջանյանը իրավունք չունի նաև երեխաներին տեսակցել, որ ինքը մանկապարտեզ է գնացել եւ նման արգելք, որպեսզի վերջինս ունենա երեխաներին չտեսակցելու, արկա չէ դատարանի որոշում, բնավ արկա չէ, բայց կողմերը ունեցել են համաձայնություն, որպեսզի երեխաները բնակվեն մայր ծնողի մոտ բնակության մասով, եւ այդ համաձայնությունը պարոն Աղաջանյանը ձեռք է բերել նաեւ ինձ հետ։ Սակայն այդ օրը մոտեցել է իր նախկին փաստաբանների գրասենյակ, փաստաբաններից վերցրել է երեխաների անձնագրերը եւ դրանից հետո հապճեպ մոտեցել է մանկապարտեզ եւ երեխաներին այդտեղից հապճեպ վերցրել է ու անհետացել մի քանի օր։ Այո, մի քանի օրով անհետացել։ Ոստիկանությունից էլ են զանգել, որ երեխաներին բեր, ես չեմ բերելու, դատական ակտ չկա, որ երեխաները մոր մոտ են բնակվում։ Հիմա մենք բնականաբար այդ դատական ակտը արդեն ունենք եւ անհապաղ հարկադիրի միջոցով կատարի ածվել եւ բնականաբար երեխաները այս պահի դրությամբ մայր ծնողի մոտ են, բայց ես նշեմ, որ ստեղ նպատակը չի եղել Ալբերտ Աղաջանյանի մասով ինչ որ մատնություն կամ ցուցմունք տալ, ստեղ նպատակը բացառապես երեխաներին հետ բերելն է եղել, բացառապես։